Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է եթերում եւ հյուրս այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն է։ Շնորհակալ եմ պարոն Ավետիսյան հրավերս ընդունելու համար եւ այսօր մենք հյուրընկալվել ենք ձեզ մոտ։ Պարոն Ավետիսյան, պետք է խոսենք մեր երկրի շուրջ բնականաբար տեղի ունեցող իրողություններից եւ ներքաղաքական զարգացումներից։ Ես նախ եւ առաջ կուզեմ այսօրվա մեր հարցազրույցը սկսենք խիստ մտահոգիչ հետեւյալ խնդրի հետ կապված, արդեն կա մեծ անհանգստություն, որ Նիկոլ Փաշինյանը գնում է նոր տարածքային զիջումների, խոսքս վերաբերում է անկլավներ կոչված, այսպես կոչված անկլավներին, այս մասին նա արդեն 1-2 տարի է, ավելի ճիշտ ասեմ 20 թվականի, պատերազմից հետո սկսեց շրջանառել, այդ մասին շատ ակտիվ վերջի շրջանում խոսում է Ադրբեջանը, Ալիևի խոսնակը նորից շեշտել էր, որ դա իրենց համար շատ կարևոր խնդիր է եւ շատ հրատապ իրենք ակնկալում են լուծում։ Փաշինյանը անմիջապես ինչպես միշտ մենք երբ որ լսում ենք Ադրբեջանից որևէ հրահանգ, շատ արագ նա արագ արձագանքում է, խոսեց արդեն իր Facebook-յան գրառումներից մեկի մեջ, որ անկլավների հարցը իրենք պետք է լուծեն եւ Արցվաշենը մենք պետք է վերադարձնենք։ Ժողովրդին ոգևորող մի այսպիսի հայտարարություն կամ գրառում, բայց մենք հասկանում ենք, չէ, դրա տակ ինչ է թաքնված, եթե Արցվաշենը չգիտեմ որքանով է մեզ համար ձեռնտու լինելու վերցնելը, հետ վերցնելը կամ հայկական պահելը, փոխարենը 4 թե 3 անկլավ կոչված այդ հատվածների հայկական տարածքների զիջման մասին է գնում իրականում, հիմքում Տիգրանաշեն տարածքն է, մեր բնակավայրը հայկական։ Ինչ մտավախություններ դուք ունեք եւ արդյոք կարծում եք, որ Փաշինյանը կգնա հերթական Բաքվի կողմից հրահանգվող պահանջին եւ դարձյալ Հայաստանի ինքնիշխան տարածքից տարածքներ կզիջի թշնամական պետությանը, խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, ես գրեթե վստահ եմ, որ սա եւս իրականություն կդառնա ցավոք սրտի եւ այդ անկլավները կվերադարձվեն, այսպես կոչված, իսկ ինչ վերաբերվում է Արցվաշենին, Արցվաշենը եթե մեզ նույնիսկ վերադարձնեն, այդ մեր համար որևէ էական նշանակություն չունի, ռազմավարական նշանակություն չունի Արցվաշենը Հայաստանի համար, ամբողջովին գտնվում է Ադրբեջանի տարածքում, հետևաբար իմաստ էլ չկա, այնտեղ ոչ բնակչություն կարող է հայտնվի, ոչ էլ ինչ-որ մի բան կարող է Հայաստանը այնտեղ անի եւ իրանք շատ լավ հասկանում են դա, դրա համար ասում են այո, Արցվաշենը կտանք, բայց դա Արցվաշենը ուղղակի մեր համար կդառնա մի գլխացավանք ըստ ադրբեջանական տրամաբանության եւ վերջի վերջո այս իշխանությունները եթե մնան, իրանք կհրաժարվեն Արցվաշենից, բայց իրանք ի տարբերություն այս մտածելակերպին կվերցնեն բոլոր այն ռազմավարական կարևոր մասերը, որոնք իրենք համարում են անկլավներ, դրանք ոչ մի անկլավ չեն, դրանք հայկական տարածքներ են եւ ուղղակի ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ հայկական տարածքներով փոխանակվելու ինչ-որ բան է, խնդիր է դրված այս իշխանության կողմից։ Եվ ինչի դա կհանգեցնի, պարոն Ավետիսյան, եթե դուք արդեն վստահաբար այն համոզման եք, ինչպես շատ նայեք քաղաքական գործիչներ, որ Փաշինյանը գնալու է, այո, այս զիջմանը եւս, ինչ տեղի կունենա Հայաստանի հետ։ Հայաստանը գիտեք, մաս զիջում է ամեն ինչ եւ չկա այդ սահմանը Ալիևի ախորժակը որտեղ է սահմանափակվում։ Ալիևը նույնիսկ ասում է, որ Հայաստանը ընդհանրապես այստեղ գոյություն չի ունեցել եւ նույն Երևանը, բանը եւ այլը բոլոր մնացած տարածքները դրանք արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան Ադրբեջանը պետքա վերականգնվի իր հիվանդ երևակայության մեջ, որը ցավոք սրտի իրականություն է դառնում մաս, ինքը պատկերացնում որ Ադրբեջանը մի գերհզոր պետություն է լինելու, նույնիսկ Թուրքիայից ավելի հզոր եւ արևմուտքի որոշ ուժերի կողմից աջակցություն է ստանում, հասկանում եմ, որ արևմուտքը նպատակ ունի ուղղակի էներգոռեսուրսներից օգտվելու Ադրբեջանի եւ այդ հնարավորությունը իրան տրվում է։ Նույնիսկ աչքա փակվում են առումով, որ
դա ուղղակի բռնապետություն է Ադրբեջանը, որևէ դեմոկրատական ոչինչ գոյություն չունի, բայց վերջերս օրինակ Միացյալ Նահանգները, որ համարվում են աշխարհի թիվ 1 դեմոկրատական երկիրը, ընդունում են Սիրիայի տերորիստ իշխանությանը եւ ամենաբարձր մակարդակով հովանավորում են։ Այլևս ոչ մի բան պետք չի խոսել։ Եթե այն մարդը, որը մարդկանց գլուխներ է կտրում եւ հետո սպիտակ տանը նրա հետ հանդիպում են եւ նրան ասում են նա այլևս դեմոկրատ է, որովհետեւ մեր հետ շփումը եւ մեր ասած անումը ռուսներին դեմ է եւ այլ։ Այս տրամաբանությունը հիվանդ երևակայություն է եւ կարծում եմ, որ երկար չի տևելու այս հիվանդ երևակայություն ունեցող մարդկանց հաղթարշավը մեծ քաղաքականության մեջ, ուղղակի մեր համար է ժամանակը ի վնաս մեզ աշխատում սուղա եւ պետքա շատ արագ որոշումներ կայացնել։ Ինչ եմ օրինակ ինչ ենք մենք առաջարկում, Համերաշխություն կուսակցությունը ունի իր տեսակետները։ Հարցերը պետքա հետեւյալ ձևով դնել, որ լավ անկլավների փոփոխություն եք ուզում, շատ լավ, ընդունենք, որ այդպես է։ Եվ ուզում եք, որ 300,000-ա թե 300, չգիտեմ քանի հազար է, ուզում եք, որ վերադառնան Հայաստան, այսինքն դուք համարում եք, որ Արևմտյան Հայաստան, Արևմտյան Ադրբեջանը եւ իրանք պետքա վերադառնան, շատ լավ։ Դա էլ ենք ընդունում։ Բայց դուք պետք է ընդունեք նաև այն 500,000 հայությանը, 500,000-ից ավել հայությանը, որը ապրում էր Ադրբեջանում, առանց Արցախը հաշվի առնելու։ Հետո Արցախը, հետո նոր մնացած տարածքները։ Եկեք մի փաթեթով դա անենք։ Դա մի փաթեթի մեջ մտցնենք, այսինքն ոչ թե մաս-մաս տանք, դուք սովորել եք, որովհետև դուք խափում եք մեզ, ինչ որ մի մաս վերցնում եք, հետո ասում եք այն մյուս մասում կզիջենք, հետո չեք զիջում, մեզ խափում եք, ու տենց անընդհատ մեզ խափելով տանում եք առաջ։ Մենք առաջարկում ենք, որ այդպիսի առաջարկություն արվի, որ եկեք միասին քննարկենք 550,000 հայություն վերադառնում է Բաքու, Ադրբեջան, Արցախի բնակչությունը վերադառնում է Արցախ, մենք ձեզ տալիս ենք ձեր ասած բանը, անկլավները, ձեր 300,000-ը վերադառնում է Հայաստան, դուք մեզ տալիս եք բանը, Արցվաշենը, եւ այլ այսպես, մի փաթեթի մեջ, բայց մի հատ ստորագրություն պիտի դրվի այդ ամեն ինչ անելու համար, ընդ որում դրան պետք է երաշխավոր լինի, եթե դուք համաձայն եք սրան։ Բայց պարոն Ալեքսանդր, ներողություն, ինձ թվաց, որ շատ վտանգավոր առաջարկ է ձեր այս առաջարկը, որովհետև նախ 500,000 հայերը չեն գնա, հաստատ Հայաստան այս առումով կձախողի այդ պրոյեկտը, հա, եթե Ուրեմն վերջ։ Ուրեմն վերջ։ Ուրեմն եթե դուք 500,000-ին չեք ընդունում, մենք էլ մեր ասեն թող գան, բայց հայերը կգնան, հայերը տեսել են Սումգայիթ, Բաքու, Մարաղա։ Նախ չեն ասի, երկրորդ այդ հարցը կլուծվի այլ տարբերակով, որոշում կընդունվի, որ փոխհատուցվի այդ ինչ ոնց կա այդպես թողենք, ուղղակի փոխհատուցենք որոշ մասերը, իրանք այսինքն մենք 350,000-ին փոխհատուցենք, իրանք 550,000-ին փոխհատուցեն պլյուս Արցախի եւ այլը, որին իրանք չեն գնա։ Կներեք, բայց այստեղ էլ կա ոչ արդարություն։ Նախ 300,000 չի կարող լինել ադրբեջանցիների կարը, որտեղ իրենք 100 քանի հազար են եղել, եթե Հայաստանում են եղել։ Եվ հետո ժամանակին իրենք արդեն ստացել են փոխհատուցում։ Ստացվում է Հայաստանը այս անգամ համաձայնում է 300,000 ընդունել, ավելին փոխհատուցում տալ, երբ որ արդեն փոխհատուցում տրվել է, թվականակն էլ սխալ է հաշվարկված, եւ հետո դուք առաջարկում եք համաձայնել Արևմտյան Ադրբեջանին, որը պանթուրանական ծրագիր է եւ Հայաստանի ամբողջ տարածքների վրա է ստեղծվում այդ իրենց ծրագիրը, վախենալու չի ձեր այս առաջարկը։ Չէ, ես վստահ եմ, որ նրանք չեն համաձայնվելու, նրանք հրաժարվելու են։ Չեն, ոնց կհամաձայնվեն։ Կհամաձայնվեն, որ 500,000-ից ավել հայություն Ադրբեջանում իրանք պիտի փոխհատուցեն այդ մարդկանց այդ տարիների իրենք ստանալու են ամբողջ տարածքը, Արևմտյան Հայաստանը հայեր ասում են Արևմտյան Ադրբեջանի հետ, ինչպես ասացիք, համաձայնենք, անկլավներն են տարածք, իրենք տարածքների չենք։ Մենք Արևմտյան Ադրբեջանի մասին չենք խոսում։ Բացարձակ դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրել են ադրբեջանցիներ, Ադրբեջանի տարածքում ապրել են հայեր։ Եթե փոխանակում եք բնակչությանը, այսինքն իրանք ինչ են խոսում, ասում են, որ 300,000 մարդ պիտի վերադառնա Հայաստան, չէ՞։ Նախ դա ուռճացված է, նորից եմ կրկնում։ Ես թվերը ուղղակի պայմանական եմ ասում։
Ես էլ գիտեմ, որ ուռճացված չգիտեմ, մոտավորապես մի 150,000-ի կարգի է։ Լավ, այդ մասնագետների հարցն է։ Ես այն խոսում եմ այն թվերի մասին, որոնք իրանք խոսում են մամուլում, ասում են դրա մասին եւ այլն։ Հիմա նայեք, խոսքը արևմտյան Ադրբեջանի մասին չի։ Եթե իրանք արևմտյան Ադրբեջան են խոսում, մենք պետք է խոսենք ուրեմն արևմտյան Հայաստանի մասին։ Դա ուրիշ բան։ Հասկանում եք, այսինքն տարածքը, եթե տարածքների մասին եք խոսում, ուրեմն այդ մենք պետք է խոսենք արևմտյան Հայաստանի մասին եւ հետո պետք է գնանք միջազգային դատարանում պետք է փորձենք հասկանանք ով է ճիշտ, ով կարա ապացուցի ինչը ոնց եւ մենք բոլոր դատարաններում, աշխարհում բոլոր դատարաններում մենք կհաղթենք Նախիջևանից խոսել եւս։ Հա, Նախիջևանը եւս, այո։ Խոսքը նրա մասին է, որ այսօր իրանք քարոզարշավ են իրականացնում, ասում են, որ պետք է վերադառնան Հայաստան ադրբեջանցիները, մեր կողմից քար լռություն է։ Մեր 500,000-ից ավել հայություն ենք ունեցել Ադրբեջանում, չէ՞։ Արցախը չհաշված։ Արցախի բնակչությունը չհաշված։ Հիմա այդ մասին ով պետք է խոսա։ Այս իշխանությունը ինչ պետք է խոսա, ասում է իշխանությունները գիտեք ինչ են ասում են, որ մենք սկսենք այդպես խոսալ, լարվածություն, ոչ մի լարվածություն չկա։ Եղբայր, լարվածությունը ո՞րն է։ Ասում եք եկեք արդար բաժանենք, չէ՞, հիմա ասում եք, այդ ո՞նց եք ասում, Արցվաշենը պետք է վերադարձնել, մենք էլ այս անկլավները վերադարձնենք։ Նույն ձևի խոսեք այդ արդարության մասին, կարող է 500,000 չի եղել։ Կարող է չի եղել, մենք չգիտենք։ Պարզվում եղել է, չէ՞, բայց իրականում 500,000-ից այդ բոլոր տվյալները կա, բոլոր, որ 500,000-ից ավել հայությունը ապրել Ադրբեջանում։ Հասկանում եք, հիմա այդ 500,000-ի շահերը ով պիտի ներկայացնի բա։ Պարոն Ավետիսյան, իդեպ ուզում եմ ձեզ մի բան հիշեցնել, նախկինում օրինակ Փաշինյանը, երբ որ խոսում էր անկլավների մասին, ինքը ասում էր իրավական հիմքեր պետք է ներկայացնի Ադրբեջանը։ Հիմա ինքը բացարձակապես այս մասին լռում է եւ բացարձակապես չի հիշատակում, որ քննարկումը պետք է եթե պետք է այսպես տուրու առիվիճակ լինի, ուրեմն այդ քննարկման հիմքում այո իրավականը պետք է լինի։ Հիմա ինքը այդ մասին մոռացել է եւ խոսում է, ասում է սահմանազատման, սահմանագծման շրջանակներում, ինչպես դա ասում է նաեւ Բաքուն, պետք է դա իրականացվի եւ մենք պետք է հանձնենք։ Եկեք այսպես անենք էլի, ինչ է ասում Փաշինյանը, թողենք մի կողմ, որտեվ Փաշինյանի ոչ մի ասածը հետագայում այդպես չի մնում, անդադ փոփոխվում է ու տարբեր բաներ է ստացվում։ Հետևաբար իր տրամաբանությամբ պետք չի շարժվել, պետք է շարժվել այն տրամաբանությամբ, որով օրինակ խոսում է Ալիևը։ Ալիևը ինչ որ խոսում է, դրան պետք է պատրաստվել, թե չէ այս կողմը ինչ ասում, դա հեչ էական չի։ Որովհետև իրականում ոչ մի ազդեցություն ինքը Ալիևի ասածները ինքը ավելի լավ է չխոսի, որովհետև որ խոսում է նրանց օգտին է ստացվում։ Հետևաբար պետք է մենք պատրաստվենք, մենք պիտի ստեղծենք այն կառույցը, որը պիտի հակահարված տա Ադրբեջանի նախագահի ասածներին, Ալիևին եւ այդ պետք է մի փաթեթի մեջ նայել այդ խնդիրները։ Պետք է նայել աշխարհին ներկայանալ այն ձևով, որ որն է մեր առավելությունը ըստ բանի արևմուտքի Ադրբեջանի հանդեպ։ Մեր առավելությունն է, որ գոնե մենք համարվում ենք ժողովրդավարական երկիր, չէ՞, դեմոկրատական երկիր։ Այսինքն ստացվում է այն արժեքները, որը դավանում է արևմուտքը, դեմոկրատական արժեքները, եւ այն արժեքները, որը տիրում է Ադրբեջանում, բացահայտ դիկտատորական բռնապետական ռեժիմ է, որը հերը փոխանցել է իշխանությունը տղային, տղան արդեն տասնյակ տարիներ ղեկավարում է Ադրբեջանը եւ հիմա էլ պատրաստվում է իր տղային դնի, այսինքն արևմուտքի դեմոկրատիան արժեքները ուր մնացին բա։ Այդքան դեմոկրատիայից խոսան, ում պետք է իրանք աջակցեն։ Հիմա ինչ են Ուկրաինային օրինակ աջակցում արևմուտքը, ինչ են Զելենսկուն աջակցում ու ամենտեղ խոսում են իբր Ուկրաինան դեմոկրատական երկիր է, բան Ռուսաստանը բռնապետական է։ Բա այդ նույն տրամաբանությունը ստեղ չի գործում։ Երկակի ստանդարտներ, Այսինքն երկակի է, ուրեմն պետք է մեր իշխանությունները, մեր քաղաքական ուժերը սրանից հետևություն անեն։ Այսինքն չկան ինչ-որ ստանդարտներ, որոնք բոլորի համար գործում են եւ դրանից պետք է օգտվել։
Հիմա պետք է հասկանալ ոնց պետք է աշխատել, որ այդ ստանդարտները քո օգտին աշխատեն։ Բայց ոնց աշխատեն, երբ որ օրինակ ես երեք լուր կարդացի, որ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովներից մեկում կարևոր դերակատարում է ստանձնել մշակույթի հետ կապված, այն դեպքում, երբ որ Արցախի հայկականության ամբողջովին ոչնչացման գործընթաց է գնում, մեր մշակութային արժեքների խայտառակ ավեր է, փոշիացվում է հայության 5000-ամյա պատմությունը, մեր եկեղեցիներով, մեր հոգևոր եւ մշակութային արժեքներով, եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվել է իր համաձայնությունը, որ Ադրբեջանը իր կարևոր այդ մշակութային հանձնաժողովներից մեկի ղեկավար լինի։ Ուրեմն էլ ինչ եվրոպական արժեքներ, էլ ինչ արևմտյան արժեքներ։ Պարզ է, չէ, որ ամեն ինչ գլխի վայր է շրջված։ Նայեք, դուք ճիշտ եք, շատ ճիշտ եք, եւ հայկական կողմը պետք է ակտիվ լինի։ Եթե ադրբեջանական կողմը ասում է, որ Հայաստանը որպես այդպիսին գոյություն չի ունեցել այս տարածքում, այսինքն ակնհայտ փաստ է, չէ՞, իրանք գոյություն չեն ունեցել, բայց իրանք ասում են, որ հայերը գոյություն չեն ունեցել, բայց հայերը փաստաթղթեր ունեն, ապացույցներ ունեն, աշխարհը գիտի հայերի մասին, եթե աշխարհում ինչ-որ մեկի մասին մի բան գրել են հենց սկզբից, անպայման հայերին մասնակից են դարձրել այդ ամեն ինչը, որտեղ հայերը այդտեղ գոյություն ունեցել են, Հայաստանը, բայց Ադրբեջանը ընդհանրապես չի եղել։ Բայց նա պատվիրեց ընդհանուր օրեր առաջ իր պատմաբաններին ստեղծել Ադրբեջանի պատմություն, որ իբր բնիկներ են, Հայաստանն են, հայերն էլ բերված են։ Այո, իրանք ամեն ինչ հնարում են եւ այդ փողերով նավթային այդ գումարներով, նավթադոլարներով կարողանում են Եվրոպայում գործ անել։ Մերոնք ինչ են անում։ Մենք մեր հարստությունը, մեր սփյուռքն է, որը ունի հնարավորություն սրանց դեմը առնել, ոնց որ տարիներ շարունակ դեմն առնում էին։ Ամենտեղ այս մարդը ինչ արեց։ Այս մարդը սփյուռքը մասնատեց, կտրեց կապը Հայաստանի հետ եւ հիմա սփյուռքը կոորդինացված չի աշխատում եւ ադրբեջանցիք ընկել են առաջ։ Սա հավերժ պայքար, անընդհատ պայքար է։ Մենք քանի այս մարդկանց հետ հարևանությամբ ապրում ենք, մենք պետք է զգոնելենք, մենք պետք է ուշադիր լինենք։ Ոնց որ հрьяաներն են ապրում Իսրայելում ու անընդհատ զգոն են, անընդհատ ուշադիր են, անընդհատ աշխատում են իրենց պետականությունը ամրապնդելու վրա, նույնը մենք պետք է լինենք եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մենք ամուր լինենք։ Դրա համար պետք է խրախուսվեն բոլոր ազգային գաղափարները, որովհետեւ չի կարա Հայաստանը մենակ ինքը իր տարածքում ուժեղ լինի։ Այդպես բան հնարավոր չի։ Մենք այդ ռեսուրսները չունենք, եթե նույնիսկ ունենայինք, մեր տարածքը այնքան փոքր է ու մարդկային ռեսուրսը այնքան քիչ է, որ մենք չենք կարա դա ուղղակի պահեինք։ Դրա համար ինչա պետք անել։ Պետք է միացնել սփյուռքի ռեսուրսը, որովհետև սփյուռքով մենք այլ կշիռ ունեցող պետություն ենք դառնում։ Հիմա ինչ պետք է անել։ Պետք է ազգային, համազգային ուժերը, ուղղությունները ակտիվացնել, որպեսզի մեր կշիռը երևա, հաստատ համոզված եղեք, ցանկացած նավթադոլարային այդ բանի դիմաց կարանք մենք դնենք մեր հայկական ռեսուրսը դրսում, սփյուռքի ռեսուրսը, որը դրա դեմը կառնի առանց փողի, որովհետև հայերը անելու են Հայաստանի համար։ Իրանք չեն դիմանա դրան։ Ամեն տարի թուրքերը, ամեն տարի աշխարհում 3-ից 3.5 միլիարդ դոլար փող էին ծախսում, որպեսզի ցեղասպանության հարցը, ճանաչման հարցը կարողանային փակել, բայց չէր ստացվում։ Սփյուռքը հաղթում էր։ Սա օրինակ է այն բանի, եթե մենք կազմակերպված սփյուռք ունենք, աշխատում է, ոչ մի դոլարային այդ բան ռեսուրս չի կարա իրան հաղթի։ Բայց մենք հիմա դա չենք անում։ Բայց ինչ արեցին թուրքերը։ Տեսան դրսում չեն կարողանում, ներս բերեցին Փաշինյանին եւ ՔՊ-ական թիմին, որը ուղղակիորեն ամեն կարևոր գործոններից մեզ զրկել է եւ Սփյուռքից եւ Արցախից։ Այո, ցեղասպանության գործընթացը։ Այո, ճիշտ է։ Հիմա եթե նույնիսկ այսօրվա իշխանությունները ենթադրենք մի հրաշք է կատարվում եւ քնում զարթնում է, առավոտ ասում է բանա, որ մենք պետք է օգտագործենք մեր ռեսուրսը, համազգային ռեսուրսը պետք է օգտագործենք, այլևս պատմությունը ճիշտ է որ լինի, որովհետև առանց պատմության, առանց անցյալի ապագա չկա, որ պետք է հիշել պատմությունը, մեր ազգային արժեքները մեր պատմությունն են, որովհետև եթե դու քո պատմությունը չեզոքացնում ես, ջնջում ես, դու դառնում ես ադրբեջանցիների պես առանց պատմության մարդ, ազգ, որ ոչ մեկին պետք չի, ոչ մեկին հետաքրքիր չի։
Այդ ամենակարևոր բաներից մեկը միավորող դա համազգային ռեսուրս, դա հայ առաքելական եկեղեցին է։ Եթե ասենք առավոտելում ասում է ժողովուրդ կներեք, ես սխալվել էի, իրապես պետք չի խառնվել այդ հարցերին, ու բանա վեհապարը պիտի մնա, պետք է հզորացնել մեր եկեղեցին, այն մարդիկ, ովքեր հուդայի պես են պահել իրանց, նրանք պետք է արժանանան այդ վերաբերմունքին, եւ մենք նորից բանա գնում ենք առաջ։ Վեհապար հայրապետը ամենայն հայոց կաթողիկոսն է, ամենայն հայոց։ Չկա գրած, որ վեհապար հայրապետը Հայաստանի կաթողիկոսն է։ Ամենայն հայոցն է, հետեւաբար աշխարհի բոլոր հայերը պիտի մասնակիցել են այս գործին, ու այդ համազգային առաջնորդը ինքն է։ Դրա համար պետք է այդ ռեսուրսը օգտագործել, իսկ դա ահռելի մեծ ռեսուրս է։ Բոլոր մեզ հակառակ ազգերը, մեր թշնամիները ուզում են, որ այդ հայկական ռեսուրսը աշխարհում չեզոքացվի, որովհետև գիտեք, մեր առաքելական եկեղեցին ինչ կարևոր կարգավիճակ ունի աշխարհի կրոնական կենտրոններում։ Բոլորը դա տեսնում են եւ Վատիկանում եւ Երուսաղեմ, բոլորը դա հասկանում են, դա ահռելի ռեսուրս է։ Հիմա ադրբեջանցիները ինչ պիտի անեն։ Իրանք այդպես ռեսուրս չունեն։ Հիմա մենք մեր ձեռքով մեր այդ ռեսուրսը փչացնում ենք ու հաստատ համոզված եղեք, մենք չենք կարող դրա կեսը անգամ ունենալ, եթե հիմա այս քանդենք։ Պարոն Ավետիսյան, չեք կարծում, որ մեր ձեռքով օտարն է քանդում, որովհետև այստեղ պատվերի շատ ակնհայտ հոտ է գալիս, ինչպես ասում են, եւ կուզեմ հետեւյալ հարցը նաեւ ուղղել, մտավախություն կա, որ այս ամենի թիկունքին ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմն է, նկատի ունեմ եկեղեցուն ուղղված պատերազմի դեմ, այլ հենց Վատիկանը։ Ես չգիտեմ Վատիկանն է սրա հետևում։ Վատիկանը միշտ է ուզեցել, որ առաքելական եկեղեցու, որովհետև մեր վեհապար հայրապետը օցիալ է, իրանք չէ։ Եվ այս հնարավորությունը, որ ունեն հայերը, իրանք ուզում են, որպեսզի այդպես չլինի։ Վատիկանը տիրանա բոլոր ամբողջ քրիստոնեական աշխարհին։ Բայց մենք նորից եմ ասում, մենք ահռելի հնարավորություն ունենք ու եկեղեցին այսօր փնովելով, եկեղեցին այսօր եւ վարկաբեկելով, իդեպ ձեզ ասեմ, այդ հեքիաթը որ պատմում են, որ իբր թե եկեղեցու մասին չի խոսքը, կոնկրետ հոգևորականների, աշխարհում միշտ այդպես է լինում։ Եթե ինչ-որ բան ուզում են վարկաբեկեն, կոնկրետ քայլեր անում են մարդկանց ուղղությամբ, այդ ամբողջ բանը քանդվում է։ Կառույցը քանդվում է։ Հիմա այնց որ սրբազաններին կպնելով, սրբազաններին փնովելով, վեհապարին կպնելով, խայտարակելով, եկեղեցին եք խայտարակում դուք։ Չեք կարծում, որ այդ ֆոնին ձևավորում է Փաշինյանը մի աղանդ, գուցե անունը դնենք, չգիտեմ, նիկոլական աղանդավորներ, որովհետև այդ կուսակրոնները, որոնք արդեն իրենց թույլ են տալիս դեմ գնալ մեր եկեղեցու կանոնակարգին, ընդ որում 301 թվականից հաստատված կանոնակարգին, իրենք կատարում են սրբապղծություն եւ ժողովուրդը չգիտակցելով շատ-շատերը, ակամա գնում եւ մասնակցում է այդ կեղծ պատարագ ներկայացում բեմադրությանը, որտեղից բացարձակապես հոգևոր բան իրենք այսպես չեն ստանում, զորություն ասեմ, բայց նրան հաջողվել է պառակտել մեր եկեղեցու մեջ, գտնել մարդիկ Նիկոլի աղանդավորների, որոնք ներսից հենց եկեղեցին քանդելու ծրագիր են իրականացնում։ Նախ հանուն արդարության ասենք, որ նույնիսկ եթե ինչ-որ աղանդ ձևավորվի, օրինակ ասենք, չգիտեմ, ձեր ասած այդ աղանդը, կլինի հերթական մի աղանդ է, որը ձևավորվում է, էլ Հայաստանում, որը երկար կյանք չի ունենալու։ Լավ, ենթադրենք, թող ստեղծեն այդ աղանդը։ Երկրորդը այն կարգալույծ եղած հոգևորականները, որոնք մատուցում են պատարարք եւ այլն, այդտեղ ժողովուրդը չի հավաքվում։ Ժողովրդի վերաբերմունքը դուք տեսնում եք, այդտեղ ժողովուրդ չկա։ Այնտեղ կա հրաման, որտեղ տարբեր տեղից ուշադիր նայեք կտեսնեք, բոլորը կճանաչեն իրանց շրջանի ՔՊ-ականներին, իրանց շրջանի պետական պաշտոնյաների, բոլորը հավաքված են որպես պետական պաշտոնյա։ Դա նշանակում է, որ ժողովուրդը չի ընդունում։ Եվ չի ընդունի ժողովուրդը, որտեղ ժողովրդի մեջ կա բնազդ ազգային, որը հասկանում է, որ դա սխալ է, դա չի աշխատելու։
Հետևաբար ինչքան ուզում են անեն եւ նույնիսկ ասեն, որ ոչ բոլոր աղանդներն են աջակցում այդ բանի գաղափարին։ Դա էլ կա, ոչ բոլոր աղանդները, եւ կարծում եմ, որ լուրջ աղանդները, ամենայն դեպս եթե այդպես կարելի ասել, հասկանում են, որ սա հիմարություն է եւ չի կարելի նման բանով զբաղվել, միևնույնն է, ոչինչ չեք կարող անել, եկեղեցին հաղթելու է, ու շատ արագ է հաղթելու, ասեմ ձեզ, շատ կարճ ժամանակ։ Տեսեք, վեհափառը ինչ հավասարակշռված է պահում իրան, ուղղակի հիացնում է իր պահվածքով, որովհետև ինքը ամենայն հայոց կաթողիկոսն է։ Այս մարդիկ մտածում են, որ եթե իրանց ձեռը բարեբախտաբար թե դժբախտաբար իշխանությունը անգե իրանց բանով, տրամաբանությամբ, էլի, իրանք ամեն ինչ կարան անեն։ Եվ ձևավորել են իրանց խումբը, իշխանությունը, ու ամբողջ պետական լծակները, որը իմիջիալուց պատկանում է բոլորին, ամբողջ հայ ազգին է, ասենք գոնե Հայաստանում ապրող հայերին։ Հիմա իրանց ամբողջ լծակները օգտագործում են միայն իրանց կուսակցության կարգավիճակը բարելավելու համար։ Բայց բանը չէ, երկրի ղեկավարը պետք է լինի բոլորի ղեկավարը, այդ թվում նաև նրանց, ովքեր իրան դեմ են։ Այս դեպքում մենք գործ ունենք փոքր խմբակի, փոքրիկ խմբակի։ Հիմա տեսեք, բայց տեսեք, վեհափառը ինչքան լուրջ է պահում։ Բա որ հիմա վեհափառն էլ ասենք սկսի պատերազմ հայտարարել այս իշխանությանը ու պարակտի ազգին, մի մասը ասի ով իմ կողմից է եկեք իմ կողմը, ով պատկերացնում եք ինչ կլինի Հայաստանում։ Բայց վեհափառը չի ասում, չէ՞, վեհափառը ընդունում է, որ ոչինչ, դուք մոլորյալ եք, ի վերջո կհասկանաք, որ սխալ եք անում, բայց միևնույնն է, ես ձեր բոլորի վեհափառ հայրապետն եմ։ Դե այդպիսին է մեր եկեղեցու հավատը, այդպիսին է, ներող է հայ եկեղեցին։ Մենք այդքան հզոր, դրա համար ենք մենք այդքան ուժեղ, այդքան նայեք, ամեն ինչի մեջով անցել է եկեղեցին, բայց մնացել է։ Ու դա անհնար է, որ կարողանաս վերացնես, աշխարհի շատ երկրներ, շատ երկրի հատուկ ծառայություններ ուզում են եկեղեցին մեր քանդեն, վարկաբեկեն, ոչնչացնեն, որովհետև հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը հազարապատիկ ավելի ազնիվ է, մաքուր է, բարոյական է, քան համեմատենք այլ եվրոպական եւ այլ եկեղեցիների, որտեղ ամեն ժամ խայտարակություններ անում։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ ենք ուզում մենք ասենք։ Ամոթ է, մարդիկ տարբեր ազգեր ասում են դուք չեք գժվել։ Դուք ազգովի գժվել եք։ Ասենք մենք բոլորս ամոթ ենք զգում, որ հայ առաքելական եկեղեցու մասին տես բաներ եք խոսում։ Խոսում է փոքրիկ խմբակը։ Իրանք գիտեն, իրանք տեսնում, իրանք հասկանում են, ասում են, բա դուք ինչեք լռում։ Ինչ եք դուք լռում, դուք պետք է պաշտպանեք ձեր եկեղեցին, ձեր հավատը, ձեր սրբությունները։ Գիտեք, բարեբախտաբար բոլորը վստահ են, որ սա ինչ-որ ժամանակավոր բան է։ Այդ թվում նաև թուրքերը հասկանում են, որ հայերը չեն կարող ասենց լուր մնան, էլի, ինչ-որ մի բան անում են հայերը հաստատ, հետո իրանց հաղթելու են հայերը ամեն ձևի։ Դրանից են վախեցած։ Ալիևը դրանից է վախեցած։ Ամեն ինչ ուզում անի, որ Հայաստանը ընդհանրապես չլինի, որ այս թեման չլինի, ինքը վախերի մեջ է։ Իրանց կայացումը, Ադրբեջանի կայացումը հակահայկականությունն է։ Հայերի դեմ խոսալով իրանք կայանում են։ Դրա համար շտապեցնում են Փաշինյանին հարցերը լուծել, հասել են անկլավներին, սահմանադրության փոփոխություն։ Այլևս այդպես հնարավորություն չեն ունեն։ Դե միևնույնն է, հիմա սահմանադրությունը կփոխեն, չեն փոխի, ինչ էլ անեն, մեկը ազգը սենց իր մեջ վերցնում է, հետո դուրս է շպրտում այն աղբը, որ իր մեջ գտնվում է ու նորից վերականգնում է իրան։ Պարոն Ավետիսյան, ներողություն եմ խնդրում, ընդհատեմ շատ կարևոր մի պահ կա։ Մենք նաև տեսնում ենք այն քաղ տեխնոլոգիաների ուժը, որ այսպես ազդել է մեր ժողովրդի վրա։ Տարբեր հարցումներ, մեր շփումները լրագրողական, մեր ժողովրդի հետ անկեղծ եմ ասում, ինձ փոքրինչ հիասթափեցնում է։ Վախ կա իմ մեջ, որովհետև այն զգոնությունը, որ մենք ունեցել ենք տարիներ առաջ, ով կպատկերացներ, հա, եթե հանկարծ որևէ մի իշխանավորի մտքով անցներ նման հայտարարություն կամ գրառում աներ, ամբողջ փողոցները լցված կլեն։ Հիմա մեր ժողովուրդը դարձել է անտարբեր։ Ամեն մեկը իր խնդրով անձնական
չեք անհանգիստ այն առումով, որ այս հաշվարկն էլ է արվել, հայ ժողովրդի զգոնությունը թույլաtsնել, հերթով պոկել իր կարևոր ինստիտուտները, ինքնիշխանության, ինքնության պահպանության ինստիտուտները եւ վերջում ուղղակի դարձնել մեզ մեր երկրի ոչ տերերը, այսպես ասեմ, հա, ուղղակի երբեմն շատ վատ ձևով են շատերն ասում են գնչուներ եք դառնալու հայերը, եթե շարունակվի այս քաղաքականությունը, հայրենազրկված ժողովուրդ եք դառնալու։ Այք ինչ որ առումով հաշվարկներ են արել, գուցե ստացվել է, գուցե այդ լաբորատորիաներ կան, բան կան Հայաստանում, ինչ որ բաներ են օգտագործում, տեխնոլոգիաներ են օգտագործում հայերի հանդեպ, բան եւ այլն, եւ ուզում են հասկանալ հնարավոր է, որ ասենք այս տեսակ ճանապարհ անցած, պատմություն ունեցող, հզոր մշակույթ ունեցող, հզոր եկեղեցի ունեցող, խելացի ազգ, որ այսքան խելացի մարդիկ ենք տվել աշխարհին եւ այսօր էլ տալիս ենք այդ մարդկանց, ոնց կարելի է այս ձևի ազգին շարքից հանել, ազգերի շարքից, դա բոլոր չասեմ, այն կարևոր ազգերի եւ կարևոր կենտրոնների հիմնական գործն է եղել, միշտ ուզեցել են հայկական պատմությունը հանել մարդկության պատմություն միջից եւ այդ ամեն ինչը վերագրել իրենց, բաժանել իրար մեջ։ Հայերս երբեք այտենց չենք մտածել, որովհետեւ հայերը մտածել են, որ դե ինչ անում ենք աշխարհի համար ենք անում, որովհետեւ ինչի է այտենց եղել, որովհետեւ որ մենք եղել ենք ոչ ոք չի եղել։ Մենք կարիք չենք ունեցել ուրիշից ինչ որ բան գողանալու։ Բայց ուրիշները միշտ գողանալու կարիք են։ Թուրքերը ամեն ինչ գողանում են, մեզանից ասում են, էսի մերն է, էնի մերն է, էնի մերն է, սաղորը կռիվ են անում, էս մերն է, այն մերն է։ Մենք հանգիստ ենք դրանում, բայց արդեն դանակը հասնում է ոսկորին եւ դա հայկական ֆենոմեն է, երբ որ հենց հասնում է տեղ, մեկ է սկսում է արդեն այդ մեծ շարժը, համազգային շարժը, որ արդեն սկսել է, այո, չէ, հիմա լսեք, հիմա այդ ամեն ինչը հիմա սկսում է, արդեն սկսել է եւ մեծ թափ է հավաքում ու գալու է իր տեղը հասնի եւ իր տրամաբանական ավարտը ունենալու է։ Ես շատ բան չեմ ուզում հիմա խոսել, բայց ուզում եմ մոտավորապես ասել հետեւյալը։ Այդ մեր հաշվին կայացող կողքի ժամանակավոր երևույթ կոչվածը պետությունը շատ տեսանելի ապագայում, շատ մոտ ապագայում որպես պետություն, որպես պետականություն գոյություն չի ունենալու։ Մենք պետք է ուղղակի հիշենք, որ չմոռանանք դրա մասին, միշտ խոսենք, որ Արցախը մերն է, հայկական է, ու պետք է վերադառնալ Արցախ։ Վերադառնալու համար կստեղծվեն բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ազգի մի հատվածը, որ այսօր ցիրուցան ա եղել, վերադառնա մեր հայրենիքի մի հատվածը, Արցախը։ Շատ կարևոր մի բան ասեցիք, Ադրբեջանը չի լինելու։ Այն բոլոր քաղաքական եւ ռազմական, տնտեսական օժանդակությունը միջազգային հարթակներից, տարբեր կառույցներից, տարբեր երկրներից, հա, խաղացողներից, որ տեսնում ենք ուղղվում է դեպի Ադրբեջան, թվում է, որ ճիշտ հակառակ process-ն իրենք ամեն ինչ անում են այդ արեստացին պետությունը, քանի որ դա գործիք է, հա, տարբեր ուժային կենտրոնների ձեռքին ավելի հզորացնելու եւ իրենց համար շահերի դաշտում աշխատեցնելու համար, մասնավորաբար ասենք Ռուսաստանի դեմ, տարածաշրջանը իրենցով անելու համար։ Հիմա մենք նկատում ենք, որ բոլոր ուղություններով հակառակը, այսպես Ալիևը հայտնվել է լավ վիճակում, բոլոր շահագրգռված են հայերի հետ կապված շատ հարցերի առաջ փակել իրենց աչքերը, թվում նաեւ Արցախը 2 օրում հայաթափվեց, 5000-ամյա Արցախը, եւ մինչեւ հիմա լուր է միջազգային հանրությունը, լուրը նաեւ դաշնակից երկրներ ասում են, դե դուք եք արել, հա, այսպես ասեմ։ Այսինքն աշխարհին մեծ հաշվով չի հետաքրքրում այդ հարցը։ Իրենց հետաքրքրում է իրենց ճանապարհները լավ լինեն, մեծ գլոբալ խաղ կա Ռուսաստան, հա, արևմուտք այդ լարվածություն, Ադրբեջանին ձեռից ձեռ փոխանցելու այսպես արագ իրենով անելու կարծես թե գործընթաց է։ Այդ առումով արդյոք շահագրգիռ են այդ ուժերը, որ վերանա Ադրբեջանը, թե հակառակ ուժեղացնում են իրենց շահերին ծառայեցնելու համար։ Եվ նա։ Հիմա մինչև 18 թվականը Ադրբեջանը որպես պետություն գոյություն ունեցել է։ 1918 թվականը իրեն գոյություն չեն ունեցել։ Դե նոր ստեղծված դրա մասին ստեղծեցին, չէ, որոշեցին ստեղծել, չէ։ Որոշեցին ստեղծել, արհեստական պետություն սարքեցին, տարբեր ազգերի բերեցին իբր թե միավորեցին իրար, բան,
եւ այլը հիմնականում մեր հաշվին նաեւ ստեղծեցին ինչ-որ մի պետություն, որովհետեւ դա պետք էր այլ պետություններին, դա ստեղծեցին։ Նույնը եղավ Թուրքիայի հարցում։ Թուրքական պետությունը ստեղծվել է նույն ձևով։ Նույն ճակատագիրն է սպասում եւ Ադրբեջանի եւ Թուրքիային։ Ինչի են իրանք իրար այդքան նման։ Ինչի են այդքան նման իրար։ Իրանք նույն ազգը չեն, բայց իրանք նման են իրենց ճակատագրով։ Եվ թուրքերը, որ այլ ազգերի հաշվին են կայացել, եւ ադրբեջանցիները։ Հետևաբար իրանք ունեն ժամանակ, այդ ժամանակը իրանք համար սպառվում է արդեն, թող սարքեն ճանապարհները, ինչքան շատ սարքեն, այնքան լավ է լինելու, այնքան մենք ավելի քիչ ծախսեր կանենք, բայց թող իրանք միշտ հիշեն, որ իրանք ժամանակավոր երևույթ են, իրանք քաղաքական որոշման արդյունքում ստեղծվել են որպես պետություն։ Եվ բոլոր հիմնավոր պատճառները կա, այդ թվում նաև Թուրքիայի հետ կապված, բոլոր հիմնավոր փաստաթղթերը կան, որ այդ երևույթը որպես այդպեսին գոյություն չունենա։ Չեղարկելու կարող է մի պահ գա, որ այդ պետությունները չեղարկվեն, ինչպես ստեղծվել են։ Մենք պետքա խելացի լինենք, ոչ մեկի վրա պետք չի հույս դնել, մենք պետք է խելացի լինենք, մեր հնարավորությունները ճիշտ օգտագործենք։ Ես նոր թվարկում եմ մեր ռեսուրսները, մենք ունենք շատ մեծ ռեսուրսներ։ Մենք պետք է կարողանանք մեր ռեսուրսները պահենք եւ ստեղծենք այն համազգային գաղափարները, այն ազգային գաղափարները, որոնք մեզ բերելու են միավորման, բերելու են մեր ուժը մեկտեղելու եւ մենք տեր դառնանք մեր երկրին։ Շատ հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, որ տարածքները ազատվեն, բայց մենք դրան պատրաստ չլինենք։ Մեր ժողովուրդը չգնա։ Օրինակ, ասենք Արևմտյան Հայաստանի հայությանը, ասենք եկեք ձեր տարածքները ազատվել է։ Եկեք գնացեք տեր կայնեք, պետքա հոգեբանորեն դու դրան պատրաստ լինես։ Պետքա Արցախի ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ լինի օր առաջ Արցախ վերադառնալու։ Տեսեք, հрьяաներից պետքա մենք լիքը բաներ սովորենք։ Հрьяաները ինչ էին անում։ 2000 տարի իրանք խոսում էին Իսրայելը ստեղծելու մասին։ Վերջ այնքան ասեցին, իրար փոխանցեցին, հասավ տեր։ Հիմա մենք 3 կորցրել ենք, ցավոք սրտի, այսօր չեն ուզում, որ մենք խոսանք այդ մասին, չեն ուզում, որ մենք մեր պատմությունը հիշենք, ասում են մոռացեք, ինչ մոռանանք, ինչի մոռանանք, բայց։ Այսինքն, որ ստեղծվի հնարավորություն, հետո ինչ ես ասելու։ Մոռանանք, որ հանգիստ ապրենք։ Չենք կարող հանգիստ ապրենք, ընդհակառակ։ Մենք հանգիստ էինք, երբ որ հիշում ենք։ Հիշում էինք, հանգիստ ապրում էինք։ Նույնիսկ եթե սովետական պետության մեջ էինք ապրում, հիշում էինք, բայց չէ այդ մասին։ Ու հանգիստ ապրում էինք։ Հետո այ հիմա եթե հիշենք, ցուլը ինչպես կարմիր գույնը տեսնում է, կատաղում է, այդպես կկատաղեցնենք մեր հարևաններին, որոնց հետ ուզում են բարեկամություն անել։ Ուրեմն այդ հարևանները այն հարևանները չեն, իրանք միշտ գիշատի չեն եւ այնպես չի, որ ինչ որ պահի իրանք հանգստանալու են ու ասեն, քանի որ հայերը դա ասված է, չէ, իրանք չեն ուզում են մեր հետ ապրեն, իրանք ուզում են մեր տեղը ապրեն։ Սա շատ կարևոր բան է։ Իրանք ուզում են գան։ Իրանք արդեն ասում են Էջմիածինը մերն է, էդի հայերը եսին որտեղից եկել են, ու այդ մտքերը ասենց անընդհատ գցում են ինչ-որ տարբեր տեղեր, գնում են ինչ-որ տեղեր, միջոցառումներ են կազմակերպում, բան եւ այլն։ Մեր Սփյուռքը ոչինչ չի անում, որտեղ Սփյուռքը նման հանձնարարություն չունի։ Հայաստանից պիտի գնա այդ հանձնարարությունը։ Այդ հանձնարարությունը Սփյուռքի կառույցները պետք է Հայաստանի հետ համատեղ աշխատեն։ Իսկ սրանք ինչ արեցին, հենց եկան առաջինը Սփյուռքի նախարարությունը փակեցին, որ այդ կապը չլինի։ Չեք զգում, որ սա շատ միտումնավոր արված բաներ է։ Եթե թուրքերին թվում է իրանք մեզ հաղթել են, իրանք մեզ չեն հաղթել։ Իրանք մեզ չեն հաղթել եւ դա ապացույցն է այն բանի, որ իրանք հիմա շատ ինտենսիվ բան են անում, զինվում են, որովհետև հասկանում են, որ հայերի դեմ իրանք չեն կարալու կռվեն, միևնույնն է։ Հայերը ուղղակի այս անգամ իրանք ստացվեց ինչ-որ մի հատ խապկանք եղավ, որով իրանք ստացան այդ տարածքները, բայց դա այդպես չի մնալու, իրանք շատ լավ այդ հասկանում են։ Եվ այն խոսակցությունները, որ ջարդոներ մետաղի, չգիտեմ ինչ է, բա որ ջարդոներ այդ ադրբեջանցիք ասում են 5-ից 6 միլիարդ հայերը զենք են տվել, ընդ որում վերջի տեսակի զենք է, որ նույնիսկ ռուսական զորքը չունի այդ զենքերը, բայց այդ զենքերը տրամադրված է եղել։ Ուղղակի ընկել է ադրբեջանցիների ձեռքը։
Սա իշխան կարելի ասենք նույն բանը անդադ ասել, փոխել տարբեր ձևերի բան եւ այլ։ Նույնիսկ արդեն անհարմար է այդ թեմաները խոսել, որովհետեւ այնքան հայտնի է, բոլորը գիտեն այդ մասին։ Պարոն Ավետիսյան, ձեր խոսքից ես հասկանում եմ եւ ուզում եմ այս հարցը տալ։ Դուք հավատում եք Արցախի վերադարձին, Արցախի հնարավոր նորից վերադարձ դեպի հայկականության, որովհետև ընդամենը վերջերս Եվրանեստի համաժողովն էր Հայաստանում, որտեղ մի բանաձև պտտվեց, որը պետք է հենց այդ միտված էր արցախահայության վերադարձի իրավունքի հաստատմանը։ Այս իշխանությունը ուղղակիորեն դեմ գնաց այդ նախագծի իրականացմանը եւ Եվրանեստի падգամավորները իրենք անկեղծորեն ասել էին ընդդիմության անդամներին, մեր падգամավորներին, որ նախ ձեր իշխանությունը ամեն ինչ արեց, քարկոծելու այս բանաձևի ընդունումը։ Հիմա մի բայ այսպես ենթադրենք, այս իշխանությունը բնականաբար դա չի անելու։ Իրենց հեռանալուց հետո դուք տեսնում եք հնարավորություն եւ այդ հնարավորությունը պատերազմով է լինելու, թե ինչպես է լինելու, թե դիվանագիտորեն, թե մեկ այլ բանակցային ինչ-որ գործընթաց է սկսվելու։ Մի խոսքով դուք հնարավոր համարում եք Արցախի վերադարձը։ Ես ոչ թե հնարավոր համարում եմ, ես վստահ եմ, որ տենց ալնելու։ Ես վստահ եմ, որ դա լինելու է, ու ես վստահ եմ, որ դա պատերազմով չի լինելու։ Դա պատերազմով չի լինելու։ Ինչից վախեցնում եք։ Դրանով է վախեցնում, չէ՞, Փաշինյանը։ Պատերազմով չի լինելու եւ վստահ եմ, որ այդ ամեն ինչը վերադառնալու է իր տեղը, ուղղակի մենք հետո ամոթ ենք անելու, որ այսքան ժամանակ հանդուրժել ենք այս ամեն ինչը։ Բայց որ վերադառնալու ենք, այդ հաստատ։ Ու ցանկացած հայ դիմանա աշխարհի որ ծայրում ինքը ապրի, ինքը ոչ միայն ապրում է նրա համար, որ ֆիզիկապես ինքը գոյություն ունի, այլ ինքը պետք է մասը դառնա այդ մեծ շարժմանը, որի մասին ուղղակի չեմ ուզում հիմա խոսել, բայց դա այդ շարժումը սկսված է եւ այդ վայրի ցեղերը խիստ անհանգստացած են դրանից։ Այո։ Լավ, դառնանք հետևյալին, Փաշինյանը հայտարարում է, որ այ հիմա ընդ որում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցներից հետո գրառում արեց, որ ինքը պետք է շուտով հրապարակի բանակցային գործընթացի ողջ փաթեթը, այնինչի մասին արդեն մի քանի տարի երեք նախագահները ասում են հրապարակիր, որպեսզի իրավիճակը պարզ եւ հասկանալի լինի։ Հիմա հանկարծ ինքը որոշել է, որ պետք է հրապարակի, ասում եմ վերջին գործողություններն են մնացել, սկրինշոթ անելու, թե ինչ այդպես ինչ-որ մի բաներ անել, ասել։ Ինչու հիմա եւ կա հետեւյալ կասկածը, գուցե ինքը արդեն հասցրել է ինչ-որ բան կեղծել եւ կեղծված փաստաթղթեր են ներկայացվելու, ինչ է կատարում այս առումով։ Ես կարծում եմ, որ եթե ուզում է հրապարակի, թող հրապարակի այդ փաստաթղթերը, եթե նախագահներն են չէ, նախկին պահանջում, որ թող հրապարակվի Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, վերջացրած Սերժ Սարգսյանով, ասում են, որ բան արենք, հրապարակեք փաստաթղթերը։ Ես չեմ կարծում, որ իրանք դրանց կոպիաները չունեն, այդ փաստաթղթերը ունեն իրանց մոտ։ Ինչ էլ որ այնտեղ ինքը փորձի փոխել կամ համաձայնեցնի այդ վայրի ցեղերի հետ, միևնույնն է, ԵՀԿ Մինսկի խմբի հետ համաձայնեցված փաստաթղթերը կան։ Հետևաբար իմաստը որն է։ Դե մենք տեսանք, չէ, պարոն Ավետիսյան, Ալմաթայի փաստաթուղթ մեջտեղ բերեց, բան որի մասին բացարձակ երբեք չէր խոսվել 30 տարի շարունակ, իբր Արցախյան հիմնախնդիրը այդ փաստաթղթի հիման վրա պիտի զարգացվեր, հա, լուծվեր, բայց ինքը բերեց այդ փաստաթուղթը մեջտեղ։ Հիմա չկա ձեր մոտ մտավախություն, որ մի այդպիսի, չգիտեմ ինչ, գուցե ադրբեջանական ինչ որ մի փաստաթղթեր էլ կսղացնի իրենց շահերը ներկայացնող, կասի Ժորժ ջան, տեսեք, ոնց որ Մեղրիի տարբերակն է ասում։ Հա, ադրբեջանցիները առաջարկել են Մեղրիի տարբերակը։ Խնդիրները չի եղել, այսինքն մերժվել է հայկական կողմից, բայց իրենք անդադար խոսում են այն մասին, որ Մեղրիի տարբերակը եղել է քննարկման առարկա։ Այդպիսի մի փաստաթղթեր էլ գուցե Ադրբեջանը կտրամադրի ու ինքը կներկայացնի։ Գիտեք ինչ, սա ընդունեք որպես աքսիոմ է, երբեք լրագրողին չի կարելի իշխանության բերել։ Որովհետև լրագրողը իշխանության ղեկին հենց հայտնվում է, մտածում է այդ տրամաբանությամբ։ Իշխանության պետք է գան քաղաքական գործիչները, ովքեր ճանապարհ են անցել։ Նույնիսկ այն որ խոսում են տեխնոկրատներ, բան, դա անլուրջ բան է, անլուրջ թեմա է։ Քաղաքական գործիչներ, իրական քաղաքական գործիչները, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում։
Լրագրողները քաղաքականությամբ չեն զբաղվում։ Իրանց սենսացիաներ են պետք ու շատ արագ փոխվող սենսացիաներ։ Մեկը կփագեն միսով, այն մյուսը կփագեն միսով, ու սենց գնում է։ Հիմա այս տրամաբանությամբ աշխատում է այսօրվա իշխանությունը եւ ամեն ինչը կարան ասեն, ամեն ինչ կարան ասեն։ Կարան մի հատ թուղթ ցույց տան, ասեն, օրինակ, այս թուղթը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա դուք հա ասեք, որ դա տենց չի, ինքը արդեն ասում է, հազարավոր մարդիկ լսում են, իրանց մարդիկ լսում են։ Եթե իրանք կարողանում են 100,000 մարդու ներկայությամբ կեղծ պապիկ խաղալ, ինչի մասին եք խոսում դուք։ Սա է իմ պատասխանը այդ հարցերին։ Պետք է այլ գործով զբաղվել։ Իրանց տրամաբանությամբ շարժվելը դա իշխանության տրամաբանությունն է։ Նախկին նախագահներին մտցնել խաղի մեջ, քաշել խաղի մեջ, հասկանալով որ ժողովրդի մեջ իրանք շատ մեծ հեղինակություն չունեն, բայց իրանք կարողանում են հաղթել, իրանք մոտ ստացվել է, ու իրանք անդադ ուզում են հենց այդ նախագահներին քաշեն խաղի մեջ, իրանք հետ խաղան։ Այն ուժերը, որոնցից իրանք իրականում վախենում են, իրանք չեն թողում, որպեսզի հասարակությունը ճանաչի իրանք։ Շատ կարևոր թեմայի անցակ, փոքր անց դրան անպայման կանդրադառնանք, բայց թույլ տվեք ոչ թե հակադրվել, ուղղակի ի լրացում, բայց մի շատ կարևոր լրացում լրագրողի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանին ես երբեք չեմ համարել լրագրող, եւ որպես լրագրող ես ասում եմ եւ քանիցս նաեւ հայտարարել եմ նաեւ իմ հաղորդումների ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը այդ թերթը ծառայեցրել է իր սեփական անձնական քաղաքական շահերին, իսկ դա լրագրություն չէ։ Հետևաբար կխնդրեմ նաեւ մեր քաղաքական գործիչներին Նիկոլ Փաշինյանին երբեք չանվանել լրագրող, որովհետեւ եթե նյութեր պատվիրված նյութերը նա գրել է, դրա դիմաց փող է ստացել եւ պատվեր է կատարել տարբեր քաղաքական ուժերի, տարբեր, չգիտեմ, անձանց դրսի ու ներսի, դա լրագրություն չէ։ Դա այն է, ինչ հիմա մենք տեսնում ենք, դա նաև վարչապետություն չէ, ինչ որ նա հիմա անում է եւ այսպես շարունակ։ Այսինքն եկեք ձեռնպա մնանք, որովհետեւ ինձ համար վիրավորական է, անկեղծ եմ ասում, վիրավորական է Նիկոլ Փաշինյանին անվանել լրագրող։ Հիմա անցնենք առաջ։ Արցախի հետ կապված վերջերս ասում էր նոր գրառում արեց, թե թոք էր Արցախը մեր վզից, Հայաստանը տանում էր դեպի կործանման եւ փաստորեն բացահայտ պարոն Ավետյան ասաց, որ ինքը եղավ այդ թոկը կտրողը։ Բացահայտ մարդը խոստովանում է, որ այդ թոկը կտրվեց, որպեսզի Հայաստանը ինքնիշխանություն ունենա, անկախություն ունենա։ Եվ զուգահեռաբար այս օրերին շրջանառվում է հետևյալ միտքը, որ Նիկոլ Փաշինյանը 2018-19 թվականներին հանդիպելով Ալիևի հետ տվել է իր համաձայնությունը Արցախը հանձնելու եւ այդ համաձայնությունը հիմնված է եղել գումարի, հսկայական գումարի վրա 5 միլիարդ դոլար նա ստացել է Արցախը հանձնելու համար եւ այսօր նա պարտադրված է կատարելու Ալիևի, Ադրբեջան, Թուրքիա, Էրդողանի բոլոր հրահանգները, որտեղ այն պահին, երբ որ նա կդադարի կատարել այդ հրահանգները, մեջտեղ կգան փողի մասին հիշեցումները, գուցե ասենք քարտեր, հա, ինչ որ բաներ փաստեր ջրի երես կհանեն հարևան երկու պետությունների թշնամական պետությունների ղեկավարները։ Դուք ինչ կասեք այս մասին, որովհետև երբ որ սկսում ես ամեն ինչ վերլուծել, որ նա փողի դիմաց է հանձնել, փողի դիմաց էլ շարունակում է կատարել, ամեն ինչ կարծես այն puzzle-ը, այսպես ասած, ամբողջանում է։ Կներեք, բայց ճիշտ ասած ես չեմ հավատում այդ խոսակցություններին, ամեն ինչ կարան խոսեն, կարան ասեն այդպիսի բաներ, բայց ես դրան չեմ հավատում, որովհետև նախ այդ 5 միլիարդ այն գումարը չի, որով պետք է Հայաստանը ծախել, որովհետև այն ինչ որ հիմա արվում է, ենթադրենք Սյունիքը հիմա հանձնվում է, կամ այդ ուղղությամբ աշխատանքները անվում է, Սյունիքը 1 տրիլիոնից ավել հարստություն ունի։ Խոսքը վերաբերում է Արցախի հանձնմանը, հիմա գուցե փողն ավելացել է։ Գուցե ես չգիտեմ, ես ուղղակի դա խոսակցություններն են, որոնք կարան ապացուցվեն կամ հերկվեն։ Դա գիտեք լուրջ քաղաքական գործչի համար դրանք էական բաներ չեն, դրանք այդ լրագրողական փոքրիկ բաներ են, որոնք սենսացիաներ են, որոնք մտնում են դաշտ ու մարդկանց բանը փոխում են։ Լուկաշենկոյի հայտարարությունը հիմք չի կարող ծառայել, որ ասվեց, որ այդպիսի առաջարկ է եղել Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանն էլ ասել է 6 միլիարդ էլ տակ համաձայն չեմ։ Այսինքն, եթե Սերժ Սարգսյանին ասվել է, իսկ ինչու՞ չպիտի ասվեր Նիկոլ Փաշինյանին։ Դե բայց տեսակ Սերժ Սարգսյանը հրաժարվել է, չէ՞ դրանից։ Դե դրա համար այն ժամանակ Արցախ ունենք, հիմա չունենք։
Ես կներեք, ես իմ կարծիքին եմ, ես կարծում եմ, որ դրանք խոսակցություններ են, եթե կապացուցվեն, իհարկե շատ ավելի վատ կլինի, բայց ես կարծում եմ, որ այդ էական չի, եւ գուցե հենց իրանք են գցում այդ խոսակցությունները։ Ադրբեջանը։ Չէ, հենց այսօրվա իշխանությունները այդ նյութերը գցում են, որպեսզի հակառակ կողմից գա, իրանք էլ հետո վերջում կհերքեն, որ հիմնավոր կհերքեն, հետո կպարզվի եւս մի բան, որ ընդդիմությունը ճիշտ չէր անում, սուտ էր կամ կեղծիքի վրա էր հենված բան եւ այլ։ Ես ավելի լուրջ բաների մասին եմ խոսում։ Ասում եմ, եկեք լուրջ թեմաներից խոսանք, ոչ թե խոսենք, այլ գործենք։ Լուրջ բաների մասին պետք է մտածել, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք։ Գիտեք, հասարակության մեջ ատելության մթնոլորտը պառակտիչ գործողությունները այնքան մեծ բանի են հասցված, որ շատ վտանգավոր են դառնում արդեն։ Պետք է հասարակության մեջ մտցնել համերաշխության գաղափարը։ Համերաշխություն պետք է լինի հասարակության մեջ։ Ամեն մի տեսակ փոքր բանը, որ հիմա գցում են դաշտ, լրագրողները, տեսեք նորից գալիս ենք լրագրողների վրա։ Ես լրագրողական մասնագիտությունը շատ կարևոր է, բայց երբ որ լրագրողները ստանում են լծակ ու սկսում են մանիպուլյացիա անել այդ ինֆորմացիայով, այդ դառնում է վտանգավոր երկրի համար։ Հիմա հասարակության մեջ պետք է այդ համերաշխության գաղափարը գեներացնել։ Ինչպես, երբ որ ամբողջ ամեն օր երկրի ղեկավարը լույսը չբացված, ասենք առավոտ շուտ ժամը 6-ից սկսում է այնպիսի գրառումներ անել, թե եկեղեցու հետ կապված, թե մեր հոգևորականների հետ կապված, թե քաղաքական գործիչների, այսինքն ինքը արդեն տանում է այդ պառակտման գործընթացը, սև ու սպիտակից հիմա հանդարտվում է, հետո կանցնի հոգևորականներին է սկսել պառակտել, ոնց պիտի դա ուրեմն։ Այդ այսինքն հիմա մեր ամբողջ ներուժը հիմա մենք ուղղում ենք այդ խնդիրներով զբաղվելու համար։ Եթե լրագրողները օրինակ չլուսաբանեն, որ ինչ որ եկեղեցում որևէ տեղ կեղծ պատարակ է մատուցվում ու չխոսան այդ մասին, չգնան, չլուսաբանեն, այսինքն ավելի քիչ լուսաբանեն, ավելի կարևոր բաների մասին խոսեն, ազգային արժեքների մասին խոսեն, այն եթերները, որը փակ են այսօր շատ իրական քաղաքական գործիչների համար, բայց ինչ որ մի հատ ցուցակ է տրված եւ բոլորը զբաղված են այդ ցուցակի մեջ եղած մարդկանց, այսպես ասած, կներեք, ռասկրուտկա անելով։ Արդեն խաղը ի սկզբանե ճիշտ հիմքերի վրա չի։ Եվ այդ ռասկրուտկան, որ անում են, ընդ որում այս հարցում ընդդիմությունը ահավոր մեծ մեղք ունի, որովհետեւ ընդդիմադիր լրատվականները իհարկե բացառությամբ 1-2-ի ընդդիմադիր լրատվական միջոցները նույն ձևի խաղում են նույն կեղտոտ խաղերը, որը մեր ժողովրդի համար ոչ մի լավ բանի չի բերելու։ Արդյունքում կստացվի, որ իրար ուղակի պաս են տալի ու խաղում են իրար հետ։ Մեր հասարակությունը պետք է հասկանա, լավն ու վատը իրարից պետք է տարբերի, եւ այն դրական ինֆորմացիան, տեսեք, ոչ մի դրական բան հասարակության մեջ չի տարածվում, չի բերվում, որպեսզի մարդիկ իմանան դրա մասին, այլ հակառակ նեգատիվ։ Հիմա այս բարդ իրավիճակներում ինչ տանք որպես լրագրողներ, ուղղություն եմ խնդրում, շատ կարևոր հարց եք ասում, նաև մասնագիտական։ Եթե մենք անընդհատ վատ ինֆորմացիա ենք իմանում եւ գործերից դատելով նաև այս իշխանության երկրի տարածքների զիջման հետ կապված, մեր եկեղեցու հետ կապված, ես որպես լրագրող սրա միջից որը պեղ եմ գտնեմ լավը, որ ներկայացնեմ եւ որ ինքնըստինքյան տեղեկատվությունը, այդ տեղեկատվական հոսքը եւ սրանց կատարած քաղաքական գործերը թույլ են տալիս մեզ վատ ինֆորմացիա տալու։ Ես դրանից որը պեղ եմ գտնեմ որպես լավ տրամադրություններ ներշնչող, որ հաղորդեմ իմ ժողովրդին։ Տեսեք, ինֆորմացիան պետք է տալ, բայց ես կարծում եմ, որ սա իմ կարծիքն է, որ ցանկացած ինֆորմացիա, որ տալիս եք, որը արժանի է նրան, որ հասարակությունը դրա մասին իմանա, այսինքն դա պետականության հետ կապված հարցը, անվտանգության հետ կապված հարցը, երբ որ տալիս եք, պետք է գնալ այն մարդկանց մոտ պատասխանը ստանալ դրա, ովքեր կարող են լուծում առաջարկել, ընդ որում տրամաբանական լուծում։ Նայեք, մենք այն ազգը չենք, մենք խելացի ազգ ենք։ Մենք խելացի ու մեծ պոտենցիալ ունեցող ազգ ենք։ Մեզ ներկայացնել, որ մենք թույլ ազգ ենք, մենք սովորական ազգ ենք, մենք սովորական ազգ չենք։ Այս միանգամից ասեմ, ովքեր կարծում են, որ մենք սովորական ազգ ենք,
իրանք հայերի հետ ոչ մի կապ չունեն, իրանք գենետիկական կոդ պետք է գնան հանձնեն, հասկանալու համար իրանք ինչ ազգից են։ Չի կարա հայը սովորական համարի իրան, այդ հայ չի ուրեմն։ Այսինքն մենք մեր ազգին, այս ոչ սովորական ազգին պետքա ճիշտ աշխատենք, քաղաքական ուժերը պետք է ճիշտ աշխատեն իրանց հետ։ Պետքա ցանկացած խնդիր որ կա, գնալ այն մարդկանց մոտ եւ ասել, այս խնդիրի լուծման ձևը որն է, ու դա տալ հասարակությանը։ Վստահ եղեք, որ հասարակությունը շատ արագ կհասկանա ձեր ասածի իմաստը։ Դուք ճիշտ եք ասում, թե չէ, դուք տրամաբանական եք ասում, թե չէ։ Որովհետև մեր ազգը ոչ թե այսօրվա մասին է մտածում, ոչ թե վաղվա մասին է մտածում, այլ վաղը չէ միսօրվա մասին է մտածում։ Մենք շատ հետաքրքիր ազգ ենք այդ առումով, մենք զավակապաշտ ազգ ենք, մենք ծնողապաշտ ազգ ենք, այսինքն մեր անցյալը եւ մեր ապագան մենք կապող ենք իրար։ Հետևաբար մեր վաղը չէ միսօրվա օրվա մասին պետք է խոսել։ Ոչ թե ասել դու սովորական ազգ ես, մենք սովորական չենք, նորից ասում։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր դիտարկման համար եւ բնականաբար ես հիմա ձեզ հետ հարցազրույց եմ վարում, որպեսզի իմանամ այն բանաձևումը, այն հնարավոր ընթացքները, որով կարող ենք մենք ի վերջո դուրս գալ, այն լուծումները, որով կարող ենք այս ծանր իրավիճակից մենք դուրս գալ եւ կուզեմ որ նաեւ ձեր խոսքում դա լինի, որպես նաեւ վերջաբան հիմա փորձենք ես փաստի վրա բերեմ, դուք ամբողջացրեք խնդրեմ, ինչ է անում մեր ներքաղաքական դաշտը, ազգային դաշտը, ես շեշտում եմ սա, որովհետև ընդդիմադիր հատվածում հազար ու մի այսպես ուժեր կան, որոնք նաև այս իշխանության սատելիտ ուժերն են, ուղղակիորեն ծառայում են որոշակի շրջանակների, ավելին ասեմ, Հայաստանում երևի այսչափ շատ թուրքամետ ուղղվածության անհատներ, գործիչներ կամ ուժեր չեն եղել, որքան կան այսօր եւս, այսինքն դաշտը շատ պղտոր է եւ մենք չենք կարող ուղղակի ասել ընդդիմադիր դաշտի համախմբման մասին խոսել, ինչի մասին խոսել ենք ասենք ժամանակ առաջ։ Այնուհանդերձ ազգային ուժերի համախմբման մասին թերևս պետք է խոսենք։ Չգիտեմ այդ որ ուժերն են, բայց նախ հիմա ընթառաջ գնում ենք շուտով նոյեմբերի, շաբաթ-կիրակի սպասվում է ընտրություններ Բաղարշապատում։ Շատ կարևոր ընտրություններ են, համապետական ընտրությունների նախաշեմին, պարոն Ավետիսյան։ Եվ շատ կարևոր են, քանի որ դրանք տեղի են ունենում Վաղարշապատում, Սուրբ Էջմիածնի, շատ կարևոր է սա։ Դուք ինչ եք կարծում, ինչ գործընթաց եք տեսնում, արդյոք այդ ընտրությունների ֆոնին տեսնում եք իրական ազգային ընդդիմության, ազգային ուժերի համախմբման գործընթաց եւ նախ այս մասին կուզեմ հիմա խոսեք, ինչպես կավարտվեն այս ընտրությունները եւ որքանով սրանք որոշիչ կդառնան հաջորդ քայլերում, հաջորդ գործընթացների հետ կապված, խնդրեմ։ Ուղղակի հարցերը այնքան շատ են, որ երկար չի խոսեմ, բայց ես կաշխատեմ համառոտ խոսել։ Որպեսզի մենք համազգային մեր ռեսուրսը օգտագործենք, ընդդիմադիր, որ ասում եք, ընդդիմադիր ուժերը, բանի, խոսքը միայն ընդդիմադիր ուժերի մասին չի, խոսքը բոլորին է վերաբերում, կա լարմաս ծրագիրը, որը շատերը հիմա չգիտեն, շատերը միտումնավոր փակում են, որ չտարածվի, կա լարմասը, որը շատ կարևոր գաղափար է եւ այդ հարցերի լուծումները տրված ատեղ։ Բոլորը, եթե ուզում են գործ անեն, պետք է մտնեն լարմասի տակ։ Լարմասը դրա դրոշակն է, որը պետք է վերցնել ու գնալ ցավոք սրտի լարմասի հեղինակը եւ առաջնորդը վերջերս կյանքից հեռացավ, բայց միայն ֆիզիկապես ինքը մնում է առաջնորդ է այդ գաղափարի, ինքը միակ գաղափարն է, որը շատ շատերը երազում էին, որ ստեղծեն, ինչ էր ստացվում։ Հիմա այդ մարդու մոտ ստեղծվեց եւ ակտիվ զարգանում է այդ գաղափարը, դա փրկությունն է հայության, դա այն բանալին է, այն բանաձևն է, որը կա, որը երկար խոսալու թեմա է, ուղղակի անցում անեմ, ուղղակի ձեզ հիշեցրեցի, որ այդ կա, ում հետաքրքիր է դրա մասին լսել, իմանալ, կարա հետաքրքրվի եւ այդ ծրագիրը մասը դառնա այդ ծրագրի, որովհետև դա ոչ մեկինը չի, ոչ մերն է, ոչ մյուսինն է, դա վերկուսակցական համազգային գաղափար է։ Իսկ որ ուժերի կողմից է դա գործարկման դրված։ Դա ստեղծված է մեր
հայրենակից Գերման Լալյանի կողմից, որը ցավոք սրտի նույնից եմ ասում ֆիզիկապես հիմա մեր հետ չի, մի քանի օր առաջ կյանքից հեռացավ, բայց գաղափարը կա, կառույցները կան, ծրագիրը կա եւ ինքը շատ արագ զարգանում է։ Այդ մի անգամ երևի հնարավորություն կլինի առանցին խոսենք դրա մասին, ինքը շատ կարևոր բան է, որից նորից եմ ասում, շատ երկրներ արդեն անհանգստացած են, որովհետև հայությունը նորից կազմավորվում է, կազմակերպվում է եւ բոլոր այն հին գործիքները, որոնք այլևս չէին աշխատում, հիմա արդեն նոր տեխնոլոգիաներով, նոր գործիքներով, նոր գաղափարներով, բայց ազգային խնդիրները լուծելու իմաստով գաղափարը զարգանում է։ Հիմա ինչ վերաբերվում է տեղական ընտրություններին։ Նայեք, մեր կուսակցությունը, Համերաշխություն կուսակցությունը տեղական ընտրությունների հետ կապված ունի շատ հստակ մոտեցում։ Գիտեք, չի կարա տեղական ընտրությունը լինի քաղաքական ընտրություն։ Սա շատ լուրջ սխալ է։ Որովհետև նորից ասեմ, հետաքրքիր չի, որ դրոշի տակ են աղբահանությունը կազմակերպում կամ փողոցները կարգավորում։ Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմինը իրավունք չունի քաղաքական թեմաներ քննարկի։ Այնքան ակնհայտ է եւ բոլոր նրանք, ովքեր ընդունում են քաղաքական մոտեցումները այդ հարցերի հետ կապված, իրանք կամ քաղաքականությունից չեն հասկանում, կամ հասկանալով ուզում են, որ ազգը պառակտվի։ Ինչ կարևոր է, ասենք, X համայնքում համայնքապետը կամ ավականին, այսպես ասենք, քաղաքական ինչ ուժերից է ձևավորված, օրինակ։ Եթե խնդիրը դրված է անելու փողոցում ասֆալտ անելու, կամ աղբը թափելու, կամ ինչ որ բան, ինչ քաղաքականության մաս, քաղաքական ուժերը երբ որ մասնակցում են ընտրության, դա քաղաքական process է։ Գաղափարական քաղաքական process է։ Դա կարող է լինի մի տեղ, քաղաքական միակ մարմինը դա պարլամենտն է։ Պարլամենտում կարելի է քաղաքական պայքարի մեջ մտնել։ Բայց տեղական ինքնակառավարման մարմինը, որտեղ օրենքով արգելված է քաղաքականությամբ զբաղվել, իմաստը ո՞րն է այդ հարցերով զբաղվել։ Դա բերելու է պառակտման։ Ով այդ սահմանադրությունը գրել է, կամ միտումնավոր գրել է, որ ազգը պառակտվի, կամ չի հասկացել։ Հետևաբար երկու դեպքում էլ շատ վնասակար է, եւ այդ մարդիկ պետք է չզբաղվեին այս տեսակ սահմանադրության գրելով։ Որովհետև պառակտումը պետք է բացառել ամեն տեղ, մենք պառակտմանը դեմ ենք, իսկ հասարակության մեջ կուսակցական, քաղաքական պայքարը տեղական ինքնակառավարման մարմիններում բերում է պառակտման։ Ամենատեղս թիմ ընտրությունները միշտ էլ օգտագործվել են որպես համապետական ընտրություններին, հա, նախընթաց այդ այսպես դիրքավորման համար կարևոր դաշտ եւ որովհետեւ հետո պետք է այդ լծակները օգտագործվեն հիմնական ընտրությունների ժամանակ, այդպես չէ։ Տեսեք, դուք հիմնավորեցիք իմ ասած, այսինքն տեղական ինքնակառավարման մարմինը, որը իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ, եւ նախկինում եւ հիմա ամեն ինչ անում են, որ այդ մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ։ Այսինքն եթե գյուղապետը ընտրվել է ժողովրդի մեծամասնության կողմից, ինչ որ կուսակցության անդամ է ինքը պետք է ժողովրդին ստիպի, որ մարդիկ գնան ընտրեն այդ կուսակցություն, այսինքն պառակտում են իրանք հասարակությանը։ Իրանք իրավունք չունեն ընդհանրապես այդ թեմայով խոսելու։ Բայց մենք տեսնում ենք, չէ, Նիկոլ Փաշինյանը ատամներով պահում է, փորձում է բոլոր մարզերում այդ թիմ ընտրություններում ինքը ապահովի սեփական հաղթանակը, անգամ պարտություն է կրում, բայց այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ ընտրված քաղաքապետերը կամ կալանավորվում են շարքից դուրս է բերում, կամ փարաքարի ղեկավարի սպանության հետ կապված, Գյումրիի քաղաքապետն է կալանավորված, տարբեր հատվածներում, որտեղ իր համար, իր սրտի, իր համար ցանկալի, հա, քաղաքապետը, համայնքապետը չեն տրված, ինքը ամեն ինչ անում է, որպեսզի ազատվի նրանից։ Մենք հո տեսնում ենք, որ կամա թե ակամա հենց իշխանությունը ինքն է քաղաքականացնում թիմ ընտրությունները։ Եվ հիմա ինչ այդ առումով սպասենք սպասվող ընտրություններից։ Այսօր իշխանությունները եւ վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը նախկին վատ երևույթների կատարյալ տեսակն է։ Սա է։
Եվ ամփոփենք, պարոն Ավետիսյան, շատ հետաքրքիր բովանդակալից հարցազրույց է ստացվում, ամփոփենք դուք այս պահին, քանի որ ազգային արժեհամակարգ կրող նաև քաղաքական գործիչ եք, եւ ձեր կուսակցությունն էլ հենց այնպես չէ, որ կոչվում է համերաշխություն, ձեր խոսքում անդադ տանում եք այդ համերաշխության գաղափարը ընդգծում եք, ինչ եք առաջարկում մեր ժողովրդին այս ծանր իրավիճակում, ինչ պետք է անի, դիմակայել, ոնց անենք, որպեսզի մեր ինքնությունը կարողանանք պահպանել։ Նայեք, ժողովուրդը պիտի չանի, պիտի անեն քաղաքական ուժերը։ Ժողովուրդը ուղղակի վերջում կտա գնահատականը։ Բայց քաղաքական ուժերը պիտի նախապատրաստեն, ներկայացնեն հասարակությանը։ Ասեն, այ տեսեք, մենք բոլոր քաղաքական ուժերով համախմբվել ենք մի բան, թողել ենք մեր տարաձայնությունները, անձնական հակասությունները եւ մտել ենք մի գաղափարի տակ, որը մեր կարծիքով քննարկելուց հետո հասկացել ենք, որ այս գաղափարի տակ մտնելով մենք կարող ունենանք հաջողություն եւ համազգային կոնսոլիդացիա աշխարհով մեկ, աշխարհի բոլոր հայերը այս գործին կարան մասնակից դառնան։ Տեսեք, շատ հետաքրքիր բան ասեմ, ասենք Բուենոս Այրեսում նստած հայը եւ ասենք Ավստրալիայում նստած հայը կամ ռուսական որևէ գյուղում նստած հայը կարա այս գործին մասնակից դառնա։ Եվ ինքը մասնակից համարի իրան հայության գործին, որովհետև հայությունը համաշխարհային հայության մասին է խոսքը, ամբողջ ազգի մասին է խոսքը։ Եվ իրանք կարան մասնակից, հնարավորություն է ստեղծում, որ բոլորը մասնակցեն այս գործին։ Ու դա շատ մեծ առավելություն է տալու մեզ։ Կրկնապատիկ, եռապատիկ անգամ ավելի ուժեղ են կլինելու, քան մեր հարևան բոլոր երկրները։ Ու այս ուղղությամբ պետք է գնալ։ Բարեբախտաբար այս գործը լավ զարգանում է եւ կարող է եւ որովհետեւ ինքը աստվածահաճո է։ Մենք քրիստոնյա ազգ ենք եւ դա պետք է պահել եւ պետք է հավատարիմ մնալ։ Իսկ որ մենք հավատարիմ ենք այս ամեն ինչին, դա մեր պատմությունը ցույց է տվել։ Հազարամյակներ, որ պահել ենք մեր կրոնը ու եկել ենք, դրա արդյունքում ամեն ինչ եղել է մեր հետ, ցեղասպանություն, բան, տեղահանում եւ այլ ամեն ինչ։ Ի վերջո որպես քրիստոնյա մենք խաչը պահել ենք, մենք այդ ազգը չենք, որ խաչը գցենք, կրոնը փոխենք արագ։ Այտենց կան լիքը ազգեր մեր կողքերը, բայց մենք այդ ազգը չենք։ Մեր խաչը մեր ձեռքում պիտի մնա, մեր հզորությունը մեր եկեղեցին է, մեր վեհապարն է։ Ես անձերի մեջ չեմ մտնում, ես խոսում եմ այն ամեն ինչի մասին, ինչ որ ազգային արժեք է։ Այդ արժեքները պետք է պահել ու մեր իրական արժեքներին տեր կանգնել։ Կեղծ մարդիկ, կեղծ ազգերը մեր արժեքները ստեղից ընդեղից փոխում են, տանում կայանում են։ Իսկ մենք այդ հզորություն ունենալով հանդերձ չենք կարողանում կազմակերպվել։ Հավատացած եղեք բոլոր ազգերը, բոլոր պետությունները, եթե մենք ճիշտ աշխատենք, մտնելու են Հայաստան եւ Հայաստանը համարվելու է աշխարհի դրական կենտրոնը։ Եվ բոլոր դրական բաները Հայաստանից է դուրս գալու։ Ոնց որ առաջ եղել է։ Մեր պատմության մեջ ամեն ինչ դրական ինչ որ եղել է Հայաստանից է դուրս եկել։ Ուղղակի ազգեր կան, որոնք խանդով են մոտենում ու ուզում են մեր պատմությունը կեղծեն, բայց ամեն ինչ ընկնելու է իր տեղը։ Եթե մենք դրան հոգեբանորեն պատրաստ ենք, իսկ եթե չէ։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան, այս հետաքրքիր հարցազրույցի համար, կարծում եմ մենք սա շարունակական կդարձնենք, որովհետև ազգային հարցի հետ կապված շատ նաև հետաքրքիր գաղափարի մասին խոսեցիք եւ ես հիմա խոստանում եմ ձեզ հաջորդ մեր հարցազրույցը նվիրել հենց այդ հարցին։ Շնորհակալ եմ այս հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր ես զրուցում էի Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։